պատմության եւ մշակույթի առանձնահատուկ էջն են կազմում մեր մատյանները, մեր մագաղաթները, որոնք այժմ պահվում են Երևանի մատենադարանում։ Ինչպես գիտենք, մագաղաթը դա մատաղ անասունի, մատղաշապա անասունի հորթի կամ ուլի կաշվից պատրաստած գիրքն էր, որը հին դարերում հայերն օգտագործել են գրելու համար, որպես ներկանյութ օգտագործել են տարբեր ներկեր, որոնցից ամենահայտնին, ինչպես գիտենք, Որդան Կարմիրն է, Արարատյան դաշտում ապրող այդ հատուկ որդերը, որոնք հավաքում էին եւ հատուկ տեխնոլոգիայով պատրաստում էին կարմիր ներկը։ Օգտագործել են նաեւ ոսկու եւ արծաթի քերվածքներ, ինչպես նաեւ զմրուխտ եւ այլ տեսակի թանկարժեք քարեր, որոնցից ստացել են կապույտ, կանաչ եւ ծիրանագույն գույները եւ դրանք օգտագործել են մագաղաթների մեջ։ Այսօր մեր աշակերտները փորձել են պահպանել, վերականգնել մեր մագաղաթի էջերը եւ միասին մենք կփորձենք պատրաստել մեր մատյան գիրքը, որը կլինի մեր երկու դասարանների 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանցիների նվերը Armenian Language Arts դպրոցին։ Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով եւ գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր եւ մագաղաթ։ Մատյանների հիմնական մասը պատրաստված է եղել մագաղաթից, հնագույն ձեռագիր գրքերից։ Այն կաշվից պատրաստված գրանիտն է։ Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում թագավոր Եվմենես II օրոք։ Քաղաքի անունով կոչվում է Պերգամեր։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն դիմացքում գրվում էր երկու երեսին եւ փաթեթի փոխարեն իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են մատյան կամ մագաղաթ անվանումները։ Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է, մատենադարանը։ Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա։ Օրինակ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են քերթողահայր։ Մագաղաթի համար օգտագործվել է մանր եւ խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է պատրաստման տարբեր եղանակներ, որոնց տեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-ից 9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։ Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը Վշոջ առընտին է, որը ունեցել է 75-50 սանտիմետր, 660, այժմ 600 թեր, պատրաստված է արջարի և երենջի կաշվից։ Ամենափոքր ուրբաթագիրն է, որը լուցկուտուկից փոքր է։ Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվում է Մշո առաքելոց վանքում։ Մեծ Եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերություն, ապա Երևան։ Այժմ պատմում է Երևանի Մեսո Մաշտոցի անվան մատենադարան։ Մատենադարանը հայերեն ձեռագիրը մատյաների ամենախոշոր պահոցն է։ Նա ստեղծվել է 1921 թվականին 5-րդ տարում ստեղծված Էջմիածնի մատենադարանը հիմքի վրա եւ եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողությունների։ Այն այժմ համարվում է ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը։ Մատենադարանը հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոն է։ Հին ձեռագրերի աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի եւ միջնադարյան գրքերի խոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են մոտ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ եւ 300,000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Երևանի մատենադարանում ունենում է շուրջ 500,000 այցելու։